Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես կռվող տղա եմ, ազատամարտիկ եմ, Կներկայանաք է դեպքում ոնց է։ Եվ Մենք էլ չենք սիրում պոլիտիկա։ Կներկայանաք ով եք ոնց է։ ես Գրիգոր Սուրունի Գևորգյանն եմ, ազատամարտիկներին ճանաչում եմ որպես Մախնո։ Ներկապային Անդրկովկասյան կազակական զորքերի նախագահն եմ, ամեն ազատամարտիկների հրամանատարներից եմ, որը 88-ից մինչև 23 թվականի բոլոր պատերազմների մասնակցել եմ, նույն ձևի մասնակցել եմ 2005 թվականին Իրաքի Հանրապետությունում մեր պաշտպանության նախարարության կողմից։ 88-ից մինչև 23 թվականի մասնակցել եք Արցախյան պատերազմներին, նաև Իրաք։ Արցախյան պատերազմներին 90-ական 91 թվերին այն ժամանակ կռվում էինք Շահումյանում, ռուսական բանակի դեմ Ադրբեջանի Օմոնի դեմ ենք պայքարում 90 թվականին ստեղծավ Հայաստանի Հանրապետության հատուկ գունդը, որը հիմնադիրներից եմ 92 թվականին ստեղծավ մեր հայկական բանակը, երբ որ ծառայում ենք տարուկես, նորերի հիմնադիրներից եմ, նույն ձևի հիմնադիրներից եմ մեր Սալիշնի մայրական գնդից։ Շատ լավ։ Ինչ տոն է այսօր ձեզ համար։ Այսօր առաջինը, որ մեր պապերի հայնական մեծ պատերազմի մեր հաղթանակն է, որ ասենք այս։ Երկրորդը մենք նշում ենք ամեն տարի Շուշի գրաման օրը, այսօր ազատագրման, բայց այսօր այն պահն է, որ ասենք բոլոր ազատամարտիկները հիասթափված, որ այսօր մենք սրտանց չենք կարող նշենք Շուշի գրաման օրը, երբ որ կոմանդոսի Արկադի Իվանովիչ Թադևոսյանի ծրագրով պայքարով եւ հաղթեցինք Շուշին, այսօր մենք մեզ լավ չենք զգում։ Իսկ ինչու չունենք Շուշին այսօր։ Պատճառն է դավաճանություն։ Ում կողմից։ Իշխանության կողմից։ Թե մեր իշխանությունը, թե Արցախի։ Ես այդ կարծիքին եմ, ես միշտ ասել եմ մեր կռված տեղեքը մեկ էլ մեր զինվորները մենք չենք պարտվել, մենք դավաճանվել ենք։ Իշխանության կողմից։ Հիմա մեր Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից, Արցախի իշխանության կողմից։ Բայց ես ասում եմ Շուշին մենք նորից վերադարձնելու ենք, Արցախը նորից վերադարձնելու ենք, Նախճիվանը մերն առնելու։ Եվ մենք պետք է պայքարենք միջին վեճ այս պատերազմի, մենք չենք կոտրվել։ Հիմա չենք ուզում քաղաքականացնել, դուք էլ չեք սիրում քաղաքականություն, ես էլ քաղաքական հարցեր տալ չեմ սիրում, բայց եկանք հանգեցինք նրան, որ խոսեցիք դավաճանության մասին։ Քիչ առաջ ես իշխանության այդ ձեր ասած իշխանության ներկայացուցիչներին հարցնում եմ, այսօր եռատոն է ձեզ համար թե միատոն, իրենք ասում են, որ միատոն է։ Չեն Շուշի անունը չեն տալի, չեն կարողանում Շուշիից խոսել։ Տան։ Չեն Ես տալիս եմ, այսօր իմ համար բանը մայիսին շատ ուրախ տոն է մայիսինը, որովհետեւ մեր Շուշիի գրաման օրն է 92 թվականին։ Իսկ իշխանությունները կրնի, թե ժողովուրդը ու կրնի, թե ո՞նց կմտածեն։ Այդ իրենց գործն է։ Այսինքն այն մարդը, որը պայքարել է, կռվել է հանուն Արցախի, հանուն մեր Հայաստանի Հանրապետության համար, մենք այդ մայիսինը նշելու եմ համ ես սաղ կյանքս համ Շուշիի գրաման օր գրաման հեսակասին ադրբեջանիներ գրավեցին։ Չէ, ադրբեջանինը չի եղել Շուշին երբ որ 1830-ական թվերին հայկական եկեղեցիները բանս ոնց ադրբեջանցիները եկել են Այսօրվա կառավարությունն է ասում ադրբեջանիները, Փաշինյանն է ասում միշտ Ես պրեզիդենտ չեմ գալիս այսօրվա դուսան իշխանությանը։ Ոնց կարող է Արցախը ադրբեջանի կազմի մեջ։ Եթե մի գեներալ ազգային հերոս Արցախի կանի ասի Շուշը մեզ պետք չի եղել, դա անիծված քաղաք է եղել։ Հա, այլ ինչ ենք ուզում։ Եթե 1830 թվին Շուշիում հայկական եկեղեցիները կար, ասենք այս ադրբեջանցի եկել են եկեղեցիում աղոթել են, հա։ Մեկ, երկրորդը ես այսօրվա դուսան որ ասում են խաղաղություն, ես չեմ ընդունում։ Հավատում եք դրանք։ Ես չեմ, ում է հավատամ, Թուրքին։ Լավ թուրք է, դի սատկած թուրքն է։ Ես ձեզ եմ գտնում։ Շնորհակալ ենք ձեզ։ Խնդրեմ։